Ալավերդու հանրային տրանսպորտի պարկը համալրվել է 18 տեղանոց նոր էլեկտրական ավտոբուսով։ Ժամանակակից եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտը համայնքին է հանձնվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող համայնքի կայունության ամրապնդում, էներգոարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով ծրագրով։ Ալավերդիում ավտոբուսի եւ տրանսպորտի խնդիրը երկար տարիներ եղել է, բայց մեզ հաջողվեց անցած տարի լուծել մասամբ, կարելի ասել մի 80%-ով, քաղաքում ունենալով 5 ավտոբուս, այսինքն քաղաքում արդեն երթևեկությունը լիովին կարելի ասել կազմակերպված է, եւ այս ծրագիրը շարունակական է, քանի որ Ալավերդին մեծ համայնք է եւ բոլոր գյուղական բնակավայրերը մեր քաղաքականությունն է, որ պիտի կապենք Ալավերդուն, այսինքն մեր բնակիչները պետք է հասնենք այդ մակարդակին, որպեսզի տրանսպորտի խնդիր չունենան, եւ այս ծրագիրը դրա շարունակությունն է։ Ալավերդու համայնքային ավտոպարկն արդեն ունի 7 ավտոբուս, որոնք սպասարկում են քաղաքի բոլոր թաղամասերն ու բնակավայրերը, ապահովելով կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Several components which were very naturally interconnected with each other. Ծրագիրը ընդգրկում է մի քանի բաղադրիչ, որոնք փոխկապակցված են միմյանց հետ։ Առաջինը Ալավերդու շենքերի էներգոարդյունավետության բարձրացման բաղադրիչն է, այդ թվում մանկապարտեզի էներգոարդյունավետ վերազինումը։ Մյուսը համայնքին էլեկտրական ավտոբուսի տրամադրումն է, երրորդը արևային վահանակների տեղադրումն է, ինչը նվազեցրել են էլեկտրաէներգիայի սպառումն ու ծախսերը։ Եվ ամենակարևորը, այս բոլոր բաղադրիչները միասին նպաստել են, որ Ալավերդին անցում կատարի դեպի կանաչ զարգացման ուղին։ Ծրագրի նպատակը համայնքում էներգոարդյունավետության բարձրացումն է, վերականգնվող էներգիայի լայն կիրառումը եւ կլիմայական փոփոխություններին դիմակայուն համայնքի ձևավորումը։ Շվեդիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի մարզերում իրականացվող մի շարք ծրագրերի։ Մենք հատկապես կարևորում ենք Ալավերդիում էներգոարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրը, համայնքում կանաչ էներգիայի զարգացումը։ Ըստ էության մեր գործն ապագային է միտված։ Այսօր մենք շրջեցինք նոր էլեկտրական ավտոբուսով, որը ձեռք է բերվել Շվեդիայի կառավարության համաֆինանսավորմամբ։ Մեր նպատակներից է Հայաստանի բոլոր քաղաքներում ունենալ զարգացած եւ արդյունավետ գործող տրանսպորտային համակարգ։ Այն, ինչ այսօր ունենք Ալավերդիում, կարծում եմ լավ համագործակցության հիանալի օրինակ է։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթանում է ծրագրի արդյունքներին, էներգոարդյունավետ վերանորոգվել են Ալավերդու 6-րդ մանկապարտեզը, Օձունի մանկական արվեստի դպրոցը, բնակելի շենքերը, իսկ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ներդրումն ամբողջացրել է Ալավերդի համայնքի կայուն զարգացման ճանապարհային քարտեզը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։